Պատմությունը հազարավոր հաղթանակներ է ճանաչում։ Հաղթանակներ պատերազմներում, հաղթանակներ կայսրությունների միջև և մարդկային անձնական հաղթանակներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոմանց համար ավարտվեց հաղթանակով։ Նապոլեոնի պատերազմները փոխեցին Եվրոպայի քարտեզը։ Այս բոլոր հաղթանակները պատկանում էին մեծ թագավորների, զորավարների և հերոսների, ովքեր հաղթել են։ Բայց ժամանակն անցնում է, և այն ամենը, ինչ նրանք նվաճել էին, անհետանում է։ Ողջ մարդկության պատմության ընթացքում հաղթանակներն ունեցել են պիտանելիության ժամկետ։ Այսօր մարդը հաղթում էր, իսկ վաղը կորցնում։ Այսօր նա ազատ էր, վաղը դարձյալ ստրուկ էր դառնում։ Այսօր կառուցում էր, իսկ վաղը այդ ամենն ավերված էր։ Տարբեր կայսրություններ էին բարձրանում և որոշ ժամանակ անց կրկին կործանվում։ Այլ կերպ ասած, պատերազմները մահ էին ծնում։ Մահը ծնում էր ատելություն, իսկ այդ ատելությունը սկսում էր նոր պատերազմ։ Եվ այս բոլոր հաղթանակները, որոնցով հպարտանում է աշխարհը, ունակ չեն փոխելու ամենագլխավորը՝ մարդու սիրտը, որովհետև մարդու իրական խնդիրը արտաքին չէ, ոչ թշնամիները, ոչ հանգամանքները, ոչ էլ իշխանության պակասը։ Իրական թշնամին մարդու ներսում է, մեղքը և ըմբոստությունն Աստծո դեմ։ Շատ հայտնի հերոսներ հաղթել են պատերազմներում, ֆիզիկապես ասված, իրենց երկրին մեծ հաջողություններ են բերել, բայց միևնույն է, պարտվել են իրենք իրենց, պարտվել են իրենց ցանկություններին, որոնց հետևանքները հետագայում ավելի մեծ կորուստներ են առաջացրել։ Բայց մի օր տեղի ունեցավ մի հաղթանակ, որը պարտության տեսք ուներ՝ մահապատիժ, խաչ և մահ։ Հիսուս Քրիստոսը չեկավ տարածքներ նվաճելու։ Նա եկավ հաղթելու այն պատերազմում, որում դեռ ոչ ոք չէր հաղթել։ Հիսուսը եկավ, որպեսզի հաղթի մեղքին և դրա հետևանքին՝ մահին, մարդու բաժանումին Աստծուց։ Երբ նա խաչված էր, թվում էր, թե սա վերջն է։ Բայց հենց այնտեղ տեղի ունեցավ մեծագույն հաղթանակը։ Նա իր վրա վերցրեց մարդկանց բոլոր մեղքերը։ Նա կրեց այն պատիժը, որը պետք է մարդիկ կրեին, վերցնելով իշխանությունը մեղքի ձեռքից և փոխանցելով մարդկանց։ Եվ 3 օր անց նա հարություն առավ։ Մահը չկարողացավ պահել նրան։ Եվ այդ հարությունը պարզապես հրաշք չէր։ Հիսուսի հարությունը մեր հաղթանակի ապացույցն է։ Այս հաղթանակը ժամանակավոր չէ։ Այս հաղթանակը և նրա միջոցով ձեռք բերված ազատությունն ու խաղաղությունը ժամանակավոր չեն։ Բոլոր մյուս հաղթանակները շուտ են մոռացվում։ Եվ որոշ ժամանակ անց պահանջվում են նոր պատերազմներ, որպեսզի մարդիկ պաշտպանվեն կամ հետ գրավեն այն, ինչ կորցրել են։ Բայց Տեր Հիսուսի հաղթանակը նյութական չէր։ Նա պայքարում էր ավելի կարևոր բանի համար, որը մարդկանց հոգու փրկությունն է։ Թե աշխարհն է անցնում, թե նրա ցանկությունը, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Սա ուղղակի պատմություն չէ, որը կարելի է կարդալ և ինչ-որ տեղեկություն ստանալ։ Տեր Հիսուսի մահն ու հարությունը Աստծո օգնության ձեռքն է մեկնված ամբողջ մարդկությանը։ Աշխարհի մեծագույն հաղթանակն արդեն կատարված է, և այսօր ընտրությունը ձերն է։ Միայն դուք կարող եք որոշել՝ կդիտարկեք այն որպես պատմություն, թե կդառնաք այդ հաղթանակի մի մասը՝ ձեռք բերելով նոր կյանք։